Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք Թրամփի ազատագրման օրը։ Միացյալ Նահանգները հայտարարում է 10% համընդհանուր մաքսատուրք բոլոր ապրանքների վրա, ինչպես նաև բարձր սակագներ 60 երկրից ներմուծվող ապրանքների համար։ Այսօր լայնածավալ գործողություն է իրականացրել Վաշինգտոնում ստուգումներ աշխատավայրերում։ Կալիֆոռնիան կորցնում է միլիոնավոր դոլարներ մեդիկալի ֆինանսավորման ուշացման պատճառով, ընտրողների 68%-ի աջակցած օրինական նախաձեռնությունը մնում է կիսատ։ Սպասվում են աղետալի եղանակային պայմաններ, պտտահողմեր, հեղեղներ, կարկուտ միջին արևմուտքում, ավելի քան 90 միլիոն մարդ վտանգի գոտում։ Թրամփի և Մասկի ազդեցությունը թուլանում է, Վիսկոնսինում Մասկի աջակցած թեկնածուի պարտություն չնայած միլիոնավոր դոլարների ներդրմանը։ Ամերիկյան քաղաքականության ճգնաժամ, Սենատում երկու կարևոր քննարկում է ընթանում։ Նոր զարգացումներ Նյու Յորքում, դատարանը փակում է քաղաքապետ Ադամսի գործը կասկածելի քաղաքական պայմանավորվածությունների պատճառով։ Հարավային Կարոլինայում ցանկանում են հեռացնել գանձապետին 1.8 միլիարդ դոլար սխալի պատճառով։ Դանիան պաշտպանում է Գրենլանդիային Թրամփի հավակնություններից։ Վարչապետն ասում է, Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Միացյալ Նահանգների դաշնային միգրացիոն ծառայությունների աշխատակիցներն այսօր ձերբակալել են 37 անձի Վաշինգտոնի հյուսիսում գտնվող տանիքապատման ընկերությունում իրականացված խուզարկության ընթացքում։ Ներգաղթի եւ մաքսային ծառայության (IC), ներքին անվտանգության քննչական բաժնի (HSI) եւ մաքսային սահմանային վերահսկողության ծառայության աշխատակիցներն առավոտյան ժամը 7:30-ին եկել էին Բելինգհեմ քաղաքում գտնվող Baker Roofing ընկերության պահեստ Կանադայի սահմանին մոտ։ IC խոսնակ Դեվիդ Յոստը հայտնել է, որ գործողությունները կատարվել է դաշնային դատական խուզարկման հրամանի հիման վրա, չարտոնված ներգաղթյալներին ապօրինի աշխատանքի ընդունման քրեական գործի շրջանակներում։ Նրա խոսքով ձերբակալված 37 անձին կեղծել են միգրացիոն կարգավիճակը եւ ներկայացրել են կեղծ փաստաթղթեր կամ տեղեկություններ աշխատանքի ընդունվելու նպատակով։ Թրամփի պաշտոնավարման մեկնարկից IC-ը կատարել է օրական միջինը 656 ձերբակալություն, ինչը զգալիորեն բարձր է համեմատած 2024 թվականի սեպտեմբերի 30-ին ավարտված 12 ամսվա ընթացքում գրանցված օրական 311 միջինի։ Թեև թվերը գերազանցում են Բայդենի վարչակազմի ցուցանիշները, դեռևս հեռու են զանգվածային արտաքսումներ լինելուց, որոնք Թրամփը խոստացել էր իր նախընտրական քարոզարշավում։ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է բոլոր երկրներից ներմուծման վրա 10% հիմնական հարկ եւ ավելացված սակագներ այն տասնյակ երկրների համար, որոնք Միացյալ Նահանգների հետ ունեն առևտրային դրական հաշվեկշիռ։ Սա սպառնում է խախտել համաշխարհային տնտեսության ներկայիս կառուցվածքը եւ լայնածավալ առևտրային պատերազմներ հրահրել։ Սպիտակ տան Բաքում ելույթ ունենալիս Թրամփը ներկայացրել է գծապատկեր, որը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները ներմուծման վրա կհավաքի 34% հարկ Չինաստանից, 20% Եվրամիությունից, 25% Հարավային Կորեայից, 24% Ճապոնիայից, 32% Թայվանից եւ այլն։ Նա օգտագործել է կոշտ բառապաշար նկարագրելու համաշխարհային առևտրային համակարգը, ասելով. «Մեր երկիրը թալանվել է, կողոպտվել, բռնաբարվել, շահագործվել այլ երկրների կողմից»։ Փաստացի Թրամփը առանց կոնգրեսի հավանության կիրառում է 1977 թվականի միջազգային արտակարգ իրավասության մասին օրենքը իր խոսքերով փոխադարձ սակագներ սահմանելու համար։ Այս քայլերն ուղղված են այն երկրներին, որոնք Միացյալ Նահանգներից ավելի շատ ապրանքներ են արտահանում, քան ներմուծում։ Սակագները կարող են պահպանվել այնքան ժամանակ, մինչև այդ երկրներն իջեցնեն իրենց սակագներն ու արգելքները։ Մի շարք գործընկեր երկրներ արդեն նախապատրաստում են պատասխան քայլեր։ Կանադան սակագներ է սահմանել Միացյալ Նահանգների հետ 25%-ի չափով, Եվրամիությունը 28 միլիարդ դոլար արժողությամբ հակասակագնային միջոցներ է սահմանել, ներառյալ Բուրբոնի վրա, ահա մի քանի երկրների բարձրաստիճան ղեկավարների արձագանքը։ Ավստրալիայի արտահանումը Միացյալ Նահանգներ կազմում է մեր ապրանքների ընդհանուր արտահանման մոտավորապես 5%-ից էլ քիչ։ Ուստի եկեք պաշտպանենք որոշ հարաբերականություն, երբ խոսում ենք Ավստրալիայի ազգային շահերի պաշտպանության մասին։ Ինչ վերաբերում է մեր պատասխանին, կարող եմ ասել միայն այն, որ պատասխան կլինի։ Այն կտրվի համապատասխան պահին, Միացյալ Նահանգների սպասվող հայտարարությունից հետո։ Թույլ տվեք հստակ հայտարարել, այս պալատում առևտրային պատերազմը որևէ մեկի շահերից չէ։ Մեր երկիրը արժանի է մի հստակ, հանգիստ եւ պրագմատիկ մոտեցման։ Իրականում մենք սպասում էինք Ամերիկայի հայտարարությանը։ Այսօր մարդիկ խոսում են 20-ից 25% սակագնի մասին։ Ակնհայտ է, որ դա կբերի լուրջ տնտեսական խաթարումների ոչ միայն Եվրոպայում, այլև Միացյալ Նահանգներում։
Միացյալ Նահանգները հստակորեն առանցքային շուկա է մեզ համար։ Նոր սակագների ներդրումը ծանր հետևանքներ կունենա իտալացի արտադրողների համար։ Անձամբ ես կարծում եմ, որ սա նաև անարդարություն կլինի շատ ամերիկացիների համար, քանի որ դա կսահմանափակի մեր բարձրորակ արտադրանքը գնելու եւ սպառելու հնարավորություն, այն դարձնելով հասանելի միայն նրանց, ովքեր կարող են իրենց թույլ տալ ավելի շատ ծախսել։ Կալիֆոռնիան բաց է թողել մեդիկալի ֆինանսավորման դաշնային ժամկետը, չիրականացնելով ընտրողների կամքը։ Աշնանը Կալիֆոռնիայի ընտրողները հստակ ազդակ ուղարկեցին օրենսդիրներին։ Բժիշկները պետք է ավելի շատ վարձատրվեն ցածր եկամուտ ունեցող մեդիկալ բուժառուներ ընդունելու համար։ Սակայն Գևին Նյուսոմի վարչակազմը չհասցրեց կատարել դաշնային կառավարությանն անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը, բաց թողնելով մարտի 31-ի վերջնաժամկետը։ Այդ պատճառով նահանգը փաստացի բաց է թողել նաև միլիոնավոր դոլարների ֆինանսավորում։ Այս գումարները կապված էին 2024-ի նոյեմբերին 68% կողմ ձայնով ընդունված 35-րդ առաջարկի հետ։ Դրա նպատակն էր առողջապահական ապահովագրական ընկերությունների հատուկ հարկերից գոյացած միջոցներով բարձրացնել բժիշկների եւ բուժհաստատությունների վճարները մեդիկալի շահառուների սպասարկման համար։ Սակայն մինչև այդ պետք էր նահանգի կողմից դիմում ներկայացնել դաշնային հաստատման համար, որի վերջնաժամկետը լրացավ մարտի 31-ին։ Վերջնաժամկետի բաց թողման արդյունքում բժիշկներն այս տարվա առաջին եռամսյակում չեն ստանա խոստացված բարձրացված վճարները։ Կալիֆոռնիան կկորցնի համապատասխան դաշնային համաֆինանսավորումը։ Սպասվում են կյանքի համար վտանգավոր հեղեղումներ, հզոր պտտահողմեր եւ բեյսբոլի գնդակի չափ կարկուտ միջին արևմուտքում եւ հարավում, Մեմֆիսում Թենեսի, Ջոպլինում եւ Կոլումբիայում Միսսուրի արդեն արձանագրվել են պտտահողմերի նախազգուշացումներ, սակայն սա միայն նախերգանքն է։ Միացյալ Նահանգների օդերևութաբանական ծառայության տվյալներով չորեքշաբթիից սկսած մինչև շաբաթ սպասվում են էական կյանքի համար վտանգավոր հեղեղումներ, 4 օրվա ընթացքում 30 սանտիմետր եւ ավելի տեղումներ են հնարավոր։ Դրանք սպասվում են հյուսիսային Արքանզասում, Միսուրիի հարավ-արևելքում, Քենթուքիի արևմտյան հատվածներում, Իլինոյսի հարավում եւ Ինդիանայում։ Կարող է 2 ամսվա անձրև տեղալ մի քանի օրվա ընթացքում։ Պտտահողմեր արդեն տեսել են, սպասվում են նորերը։ Երեքշաբթի երեկոյան Կանզասում է նկատվել պտտահողմ, իսկ այսօր առավոտյան Օկլահոմայի Օուասո քաղաքում։ Վերջինս վնասել է տանիքներ, ծառներ, էլեկտրագծեր եւ ցանկապատեր։ Դուժասների մասին տվյալներ դեռևս չկան։ Ինդիանայում քամին շրջել է 5 բեռնատար։ Այս կանխատեսումը հիշեցնում է 2 տարի առաջ այս օրերին Լիթլ Ռոքում գրանցված EF3 պտտահողմը։ Հիմա էլ ավելի քան 90 միլիոն մարդ է գտնվում վտանգավոր տարածքում Տեխասից մինչև Մինեսոտա եւ Մեյն։ Ամենաբարձր ռիսկի տակ 2.5 միլիոն մարդ է։ Միչիգանում դեռևս վերականգնման աշխատանքներ են ընթանում սառցեփոթորիկից հետո ավելի քան 135,000 բաժանորդ Միչիգանում եւ 11,000-ը Վիսկոնսինում առանց էլեկտրականության են։ Դպրոցները փակ են մի քանի շրջաններում։ Սպասվում են նաեւ նոր ձյուն եւ սառցետեղումներ, ինչը կպահպանի վտանգավոր պայմանները։ Գարնան 3 ընտրությունները նախազգուշացնող ազդակ դարձան հանրապետականների եւ նախագահ Դոնալդ Թրամփի համար։ Դեմոկրատները համախմբվեցին նրա փորձերի դեմ կրճատելու դաշնային կառավարությունը, ինչպես նաեւ միլիարդատեր Իլոն Մասկի չափազանց մեծ ազդեցության դեմ, ով մեծ դեր ունի Թրամփի նոր վարչակազմի առաջին ամիսներին։ Վիսկոնսինի Գերագույն դատարանի ամենակարևոր ընտրություններում Թրամփի կողմից աջակցված եւ Մասկի ու նրա խմբերի կողմից միլիոնավոր դոլարներով ֆինանսավորված պահպանողական դատավորը պարտվել է 10%-ի տարբերությամբ այն նահանգում, որտեղ նոյեմբերին հաղթել էր Թրամփը։ Ի վերջո այս ընտրությունը ոչ միայն պահպանեց լիբերալ վերահսկողությունը Վիսկոնսինի Գերագույն դատարանում, այլև ցույց տվեց, որ անգամ միլիոնավոր դոլարները եւ բարձր ազդեցիկ դեմքերը պարտադիր չէ, որ երաշխավորեն հաղթանակը։ Իսկ Ֆլորիդայում Թրամփին ամենաշատը աջակցած երկու ընտրատարածքներում հանրապետականները պահպանել են իրենց մանդատները, սակայն երկու թեկնածուներն էլ ավելի վատ արդյունք են գնացել, քան նրանց նախորդները նոյեմբերին։ Այս ընտրությունները Թրամփի վերադարձից հետո դիտվում էին որպես վաղցուցիչ ընտրողների տրամադրության վերաբերյալ, երբ Թրամփը փորձարկում է իր գործադիր իշխանության սահմանները, դաշնային կառավարությունում խորը փոփոխություններ անելով եւ հարկադրվելով դատարաններին։ Վերլուծաբանների տվյալներով այն կուսակցությունը, որը սովորաբար պարտվում է նախագահական ընտրություններում, հաճախ հաղթանակներ է գրանցում հաջորդ միջանկյալ ընտրություններում։ Այս արդյունքները հույս տվեցին դեմոկրատներին, որոնք բազմաթիվ քննադատությունների էին ենթարկվում Թրամփին ընդդիմանալու իրենց մոտեցման համար։ Սենատի հանրապետականներն այսօր ներկայացրել են բյուջետային առաջարկ, որը հանդիսանում է նախագահ Դոնալդ Թրամփի ներքին քաղաքականության առանցքային մաս։ Այն ներառում է հարկային արտոնություններ, ծախսերի կրճատումներ եւ սահմանային անվտանգություն, սակայն միևնույն ժամանակ հետաձգում է որոշ կարևոր հարցերի լուծումը,
հատկապես թե ինչպես պետք է ֆինանսավորվի այս բազմատրիլիոնանոց ծրագիրը։ Դեմոկրատների դիմադրության պայմաններում Թրամփը հավաստիացրել է հանրապետականներին, որ լիովին աջակցում է այս առաջարկին, որն ընդգրկում է պետական ծրագրերի եւ ծառայությունների խորը կրճատումներ։ Ծրագիրն առաջարկում է նաև 5 տրիլիոնով ավելացնել երկրի պետական պարտքի սահմանաչափը։ Սենատի բյուջետային նախագիծը ծառայում է որպես ուղեկից ներկայացուցիչների պալատի հանրապետականների առաջարկած 4.5 տրիլիոն հարկային կրճատումների ծրագրին, որը նախատեսում է նաև մինչև 2 տրիլիոն կրճատումներ առողջապահության եւ սոցիալական ծրագրերից։ Եթե Սենատը հաստատի իր նախագիծը, Թրամփի դաշնակիցները կոնգրեսում մի քայլ կմոտենան վերջնական համաձայնությանը։ Սենատորները ցանկանում են այս շաբաթ անցկացնել ծրագիրը, նույնիսկ եթե քվեարկությունը տևի մինչև հանգստյան օրերը։ Մանրամասները պարզ կդառնան ավելի ուշ։ Հանրապետականները միայնակ կշարունակեն ձևավորել վերջնական փաթեթը, թե դեմոկրատների ուժեղ դիմադրության պայմաններում կստեղծվի այլ տարբերակ։ Վաշինգտոնում Սենատի հանրապետական անդամներն այսօր կանգնած են լուրջ ճնշման տակ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։ Նախագահը պահանջում է մերժել դեմոկրատների ներկայացրած բանաձևը, որը չեղարկում է ֆենթանիլի հետ կապված արտակարգ դրությունը, որը Թրամփն օգտագործում է Կանադայի նկատմամբ մաքսատուրքեր կիրառելու համար։ Սա տեղի է ունենում մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց ազատագրման օրը նոր մաքսային քաղաքականությամբ։ Սենատում քվեարկությունը պետք է դառնա թեստ հանրապետականների հավատարմության վերաբերյալ Թրամփի տնտեսական տեսլականի հանդեպ։ Բանաձևի ճակատագիրը իրականում կախված է 4 հանրապետականներից՝ Լիզա Մերկովսկին Ալյասկայից, Սյուզան Քոլինզը Մեյնից, Միչ Մաքքոնելը եւ Ռենդ Փոլը, երկուսն էլ Քենթուքիից, պատրաստվում են աջակցել բանաձևին։ Եթե նրանք միանան դեմոկրատներին, բանաձևը կարող է ընդունվել, սակայն այն դեռևս պետք է ընդունվի նաև ներկայացուցիչների պալատում, բայց այստեղ գերիշխում են հանրապետականները։ Ավելի քան 2 դար պատմություն ունեցող Հարավային Կարոլինայում առաջին անգամ օրենսդիրները փորձելու են հեռացնել նահանգի պետական ընտրովի պաշտոնյայի։ Այսօր հանրապետականներով ղեկավարվող Սենատը որոշել է լսումներ անցկացնել քննարկելու արդյոք պետք է հեռացնել պետական գանձապետ Քյորթիս Լոֆթիսին 1.8 միլիարդ դոլարի հաշվապահական սխալի եւ այդ մասին օրենսդիր ժողովին չհաղորդելու համար։ Լոֆթիսը, որը նույնպես հանրապետական է, հայտարարել է, որ գործընթացը քաղաքական վրեժխնդրություն է։ Նրան կարող են հեռացնել, եթե Սենատի եւ ներկայացուցիչների պալատի 2/3-ը կողմ քվեարկի։ Ապրիլի 21-ին կայանալիք լսման ժամանակ սենատորները կներկայացնեն իրենց փաստարկները, իսկ Լոֆթիսը կամ նրա փաստաբանը կունենան 3 ժամ պատասխանելու համար։ Այնուհետև ներկայացուցիչների պալատում կանցկացվի առանձին լսում։ Նախորդ շաբաթ հրապարակված 58 էջանոց զեկույցը պարզել է, որ Հարավային Կարոլինայի ֆինանսական հաշվապահական գրքերը շուրջ 10 տարի սխալ են եղել եւ այդ սխալները մինչեւ այժմ չեն ուղղվել։ Այսօր դաշնային դատավոր Դեյլ Հոն չեղարկել է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի դեմ առաջադրված կոռուպցիոն մեղադրանքները, համաձայնելով, որ դա միակ գործնական ելքն էր, սակայն միաժամանակ կոշտ քննադատել է արդարադատության նախարարությանը, այն պատճառով, որ նրանք ցանկանում էին գործը փակել, որպեսզի քաղաքապետը աջակցի նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի խստացման նախաձեռնությանը։ Դատավորը որոշել է գործը մերժել վերջնական կերպով, այսինքն չթողնելով հնարավորություն այն հետագայում նորից բացելու, ինչը ազատում է Ադամսին այն հնարավոր ճնշումներից, որ նա ստիպված կլինի աշխատել Թրամփի քաղաքական օրակարգին համապատասխանելու համար։ Ադամսը ողջունել է դատարանի որոշումը, շեշտելով, որ միշտ ասել է, որ գործը երբեք չպետք է բացվել, որովհետև ոչինչ չի արել։ Նա պնդել է, որ միշտ ծառայել է բացառապես Նյու Յորքի ժողովրդի շահերին, ոչ թե հատուկ շահերի կամ քաղաքական հակառակորդների։ Ադամսը նաև բերել էր FBI-ի տնօրեն Քաշպատելի գիրքը, կոչ անելով մարդկանց կարդալ այն, քանի որ այն բացահայտում է իշխանության կուլիսներում գործող մութ ցանցերը։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսոնը խոստացել է պաշտպանել Գրենլանդիան Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված տարածքային հավակնություններից։ Նա ժամանել է Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուք հանդիպելու նոր ձևավորվող կառավարության անդամների հետ։ Միացյալ Նահանգները չի կարող վերցնել Գրենլանդիան։ Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին, հայտարարել է Ֆրեդերիկսոնը։ Նրա հայտարարությունն արվել է փոխնախագահ Ջեյդի Վենսի Գրենլանդիա կատարած այցից մի քանի օր անց։ Վենսի այցը սառը ընդունելության արժանացավ Գրենլանդիայում։ Նոր վարչապետ Յենս Ֆրեդերիկ Նիլսենը ողջունել է Դանիայի վարչապետի այցը ընդգծելով. Դանիան մնում է Գրենլանդիայի ամենամոտ գործընկերը։ Նիլսենը նաև նշել է, որ մինչև անկախություն ստանալը Գրենլանդիան կշարունակի ամրացնել կապերը Դանիայի հետ։ Հարցումներն ասում են, որ գրենլանդացիների մեծ մասը կողմ է անկախությանը, սակայն զգուշանում է արագ գործընթացից, վախենալով տնտեսական վատթարացումներից կամ Միացյալ Նահանգների ազդեցությունից։ Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։